Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, մեր հաղորդումների շարքը շարունակում ենք ավականու կին անդամների գործունեության մասին, լինում ենք Հայաստանի տարբեր մարզերում եւ համայնքներում, այսօր հյուրընկալվել ենք Գավառում, Գավառ համայնքում, սա միայն քաղաքը չէ, եւ իմ հյուրերն են Գավառի ավականու անդամներ Նաիրա Խանդանյանը ու Լուսինե Ադամյանը, շնորհակալություն իմ հրավերը ընդունելու համար, այս հաղորդմանը մասնակցելու համար։ Դուք գիտեք, որ ես մեր թիմը հաճախակի ենք այցելում եւ խոսում հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի դրա արդյունավետության մասին ու մեր կազմակերպությունը միշտ ջատագովել է կանանց ներկայությունը ավականու կազմում եւ գործունեությունը, օրենքը հիմա պարտադրում է, որ կոնե 30%-ը սերերից մեկի ներկայացուցիչները պիտի լինեն, Գավառի դեպքում 27%, 8% կանայք են, այդ թվում դուք Էլի կուզենաք դառնալ ավականու անդամ, անցել է 3.5 տարի, չէ՞ կարծեմ ընտրություններից, հա, յետեք նայել ես ընթացքում ձեր արածը, չարածը, ստացվածը, չստացվածը, խնդրեմ Տիկին Խանդանյան։ Այսօրվա դրությամբ այս բարդ իրավիճակում դեռ մի քիչ մտածում եմ շարունակելու վերաբերյալ, բայց այնպես չի, որ չեմ ուզում, կշարունակեմ երևակայի, բայց հետաքրքիր է, շատ հետաքրքիր է ու ես օրինակ ավելի շատ սրա վրա կուզենայի, որ բոլորը անդրադառնային, որ ավելի իրազեկված մտնեն ավականի։ Շատ դեպքերում մենք կներեք բառիս համար մի քիչ հում էինք։ Այո, հմտությունների, հա։ Շատ բաներ կար, որ մենք հենց այս բառը չգիտեմ ճիշտ է տեղին է թե չէ, դիլետանտություն էինք անում։ Շատ տեղերում վրիպում էինք, նույնիսկ տեղեր կար, որ մեզ խաբված էինք զգում, հիմա մյուս, եթե մենք նորից վերընտրվենք, նորից ավականու անդամ դառնանք, ինձ թվում է Տիկին Ադամյանն էլ ինձ կհաստատի, որ մենք երևակայի մյուս անգամ ավելի շրջահայաց կլինենք։ Եվ հետո այսօր մի հատ մի խրթին պահ կար լինելով համաքաղաքացիներ, մենք բոլորս իրար ճանաչում ենք, խնամի, բարեկամ եւ այլն, մի տեսակ բևեռացում ա եղել։ Տարանջատումը շատ մեծ է։ Քաղաքականության պատճառով։ Այո, կուսակցականության պատճառով։ Նույնիսկ մարդիկ կան, որ մեր հակառակորդ թիմ, եթե կարելի ասել, հակառակորդ թիմի անդամները շատ մեծ մտերիմ մարդիկ են, բայց ավականու նիստի եւ ավականու նիստի ժամանակ դահլիճում կարող է նույնիսկ մեզ չբարևեն կամ ինչ որ այնպես անեն, որ չերևա, որ մենք ինչ որ մտերիմություն ունենք իրար հետ։ Իսկ տեղից դուրս մենք շատ մտերիմ, շատ մոտ, շատ լավ բարեկամներ ենք, նույնիսկ այնքան կարող է լարված իրավիճակ լինի, որ այս վերջերս, չգիտեմ, ճիշտ է թե դա ասելը ճիշտ չի, նույնիսկ որոշեցինք, որ հյուրասիրի մեր խմբակցությունը մարտի ապրիլի 7-ի կապակցությամբ մերժվեց անգամ տորթը։ Սառույց կոտրել է կոչվում, դա արևմուտքում, հա։ Փորձում ենք կոտրել։ 3.5 տարի հետո փաստորեն։ Մենք էլի ենք փորձեր արել, բայց անընդհատ մի ինչ որ պատնեշի ենք հանդիպում եւ այդ որ մենք բոլորս լծված ենք ընդհանուր մի գործի, մենք բոլորս մեր քաղաքի մասին պիտի մտածենք, դա արդեն շատ մեծ խիստ տարանջատում, նույնիսկ այս վերադասավորումը խմբակցության շատ հետաքրքիր է, ասես տարանջատված, ամենքը իր տեղը հստակ, հա, բայց երևի մենք պիտի բոլորս էլ մտածենք, որ վերջո մենք բոլորս մի նպատակի ենք ծառայում, չէ՞, մեր համայնքի, մեր երկրի լավագույն շահ ասվածը պաշտպանելու համար ենք այդտեղ կոչված լինելու։ Հասկացա, իսկ ազգային ժողովի պատկերներից չեք ունենում դեռ։ Չէ, մերը մի քիչ ավելի պահպանողական է, հա, մեր ավելի պահպանողական է, մեզ հեշտ լռեցնում են, եթե նույնիսկ մենք ուզում ենք ինչ-որ մի բան ասել, շուտ լռեցնում են, նախագահողից է կախված, շուտ մեզ լռեցնում են և ամեն բան շուտ հարթվում է։ Հասկացա, Տիկին Ադամյան, էլի կկամենաք լինել ավականու անդամ։ Ինչպես իմ գործընկերը նշեց, ես ճիշտ ասած դեռ չեմ մտածել այդ մասին, չգիտեմ հանգամանքները ինչպես կստացվեն, ինչպես կդասավորվեն, բայց եթե դասավորվեն, եթե, չգիտեմ, լավ լինի, այո, նորից կընտրվեմ, կդառնամ ավականու անդամ, որովհետև ինչ-որ բանով մենք մեր ժողովրդին ինչ-որ մի բանով օգուտ տալիս ենք, ճիշտ է, որպես ընդդիմություն, ինչպես նշեց իմ գործընկերը,
շատ բաներ, շատ ինչ որ ծրագրեր ներկայացնում ենք, ճիշտ է, 50-50 կարող է լինի, կարող է չլինել, բայց այնպես է, որ մենք մեր ընտրած, մեր քվետված մարդկանց ձայնը բարձրացնում ենք այնտեղ, խնդիրները բարձրացնում ենք։ Հիմա կարող է մի քիչ նեղելով անենք, որպեսզի դա լինի, մի քիչ իրենք զիջեն լինի, բայց այնպես չէ, որ իրենք զիջում են, այդպես լրացնելու հատկություն իրենք ունեն, էլի։ Ինչ առաջարկներ են լինում, որը չի ընդունվում, ասենք։ Օրինակ մանկապարտեզների հարցը առաջինը դրեցինք, մենք վճարովի որդացրեցին մանկապարտեզները, գյուղեր կար, որտեղ անվճար էր, մենք ասում էինք այնպես լինի, գոնե բյուջեն այնպես կարգավորվի, վերադասավորվի, որ այո, գոնե մանկապարտեզները դա ժողովրդի մեր սոցիալական վիճակի բարելավման մի ուղղություն էր, էլի, այո, առաջարկում էին կանել անվճար կամ ավելի քիչ լիներ, բայց հավասար պիտի լինի։ Հավասար, այո, բան չունեմ ասելու, մենք այդ հավասարությունը գոնե ոչ թե 5000 լինել, ամ 3000 լինել եւ այլն, այդ առաջարկը իրենք պատճառաբանեցին լիքը բաներ, որ այդպես, այո, գումար չկա, բայց իսկ հաշվել էիք մոտավորապես ինչպիսի ծախս է պետք, կոնկրետ չէինք հաշվարկել, բայց կոնկրետ չէինք հաշվարկել այդ պահին, ուղղակի ասում էինք գոնե էլի 3000 դրամն էլ 5-ն ու 3-ը տարբերություն շատ կա։ Դա չեղավ այդ ծրագիրը էլի այդպես։ Առաջարկը մերժվեց։ Այդպես հանձնաժողովների մասնակցությունը մենք արդեն մի քանի անգամ մենք բոլորս յուրաքանչյուրս մի հանձնաժողովում ընդգրկված ենք նիստին մասնակցություն էին նկատի ոչ թե նիստերին այլ հանձնաժողովները որ կան նախ աշխատանքները որ նիստից առաջ քննարկում ենք օրինակ կրթության հանձնաժողովում օրինակ մենք շատ բաներից մեկ էլ տեսնում ենք մի մանկապարտեզում ինչ որ մի բան եղավ բայց մենք դրանից խաբար չենք որտեղ դա հանձնաժողովով քննարկվել, չէ, իրանք քննարկել են, մեզ չեն ընդգրկում, պատճառաբանելով, որ մենք վճար չենք ստանում, որպիսի նեղություն չտան մեզ, մենք չեն կանչում մեզ հանձնաժողովների այդ քննարկումներին, դե բնականաբար քննարկումներ պիտի լինի նոր կանոնակարգի խախտում է, որտեղ նախատեսված է, որ հանձնաժողովի մենք ասեցինք դրա մասին, այո, մենք դրա մասին բարձրաձայնել ենք ու ստացել ենք այդ պատասխանը, որ չենք անհանգստացնում, էլի ցես այդպես, բայց դե այնպես է էլի էլ թող չհրավիրեն։ Հա, չէ, այնտեղ պարտավոր, այնտեղ չեն կարող։ Այնտեղ էլ են պարտավոր, էսի ասած, էլի երկու։ Ուղղակի ուզում եմ ասել, այդ հանձնաժողովները, բոլոր հանձնաժողովների գործունեությունն էլ այդպես Facebook-յան էջից մեկ էլ կտեսնենք, ինչ որ հանձնաժողովում ինչ որ մի բան քննարկվել է, բայց մենք մեր խմբակցությունից ինչ որ մեկը ներկա չի եղել դրան։ Ու հետո այդպես էլի, այնպես է լինում, որ մենք հարցեր են դնում նիստում, որ արդեն մենք այնտեղ տեղյակ չենք, քննարկում չի եղել ու այսպես թե այնպես մենք կամ դեմ պիտի քվեարկենք կամ ձեռնպահ պիտի քվեարկենք, որտեղ մենք դրանից կամ հավանության արժանանում է կամ չի արժանանում հարցը, հետո պիտի գնա ավականու լիագումար նիստին։ Դե բնական է իրենց արդեն ձայնն է շատ է մեր ձայնից, այսպես թե այնպես մենք ուզենք չուզենք, մեկը դա ընդունվում է։ Եթե իրենք ուզում են, դա ընդունվում է արդեն։ Չէ, դա հասկանալի է, մեծամասնություն է, բայց շատ զարմանալի ու տարօրինակ է, որ հանձնաժողովի բոլոր անդամներին, 4 հանձնաժողով ունեք հավանաբար, բոլորին պիտի իրազեկեն, հրավիրեն, կգա, չէ։ Եվ արձանագրությունների մեջ դա պիտի երևա, էլի, որ արձանագրվել է, որ այսպես շատ տարօրինակ է, հա, անհասկանալի է ճիշտ ասած։ Հա, լավ, անցնենք առաջ։ Խմբակցությունները ունեն իրենց աշխատասենյակները, որոնք հատկացրել է համայնքապետարանը։ Հատուկ խմբակցությունների, ոչ թե կուսակցությունների գրասենյակներ, որոշ համայնքներում չկան այդ սենյակները, գնում կուսակցության գրասենյակում է հանձնաժողովի ներողություն, խմբակցության նիստանում։ Չէ, մենք սա է մեր գրասենյակն է, մենք այստեղ ենք աշխատում, ունենք գործավար, ունենք փորձագետ։ Հա գործավարը աշխատում է, փորձագետը աշխատում է, օրենքով նախատեսված է, հաստիկները ունեն եւ վճարվում են։ Եվ վճարվում են, ահա։ Հասկացա։ Կա ինչ-որ առաջարկ, որը անցել է այնուամենայնիվ առաջարկել եք, տարեկան զարգացման պլանի մեջ է մտել, հնգամյա զարգացման ծրագրի մեջ կա ձեր խմբակցությունից առաջարկներ եղել։ Այդպիսի առաջարկներ եղել է, այնպես չէ, որ չեն արել, օրինակ, ինչ որ գյուղերում ասֆալտապատման այդ խնդիրը եղել է, արել են, ինչ որ աշխատանքի այդ գործի ընդունման համայնքապետարանին էլի պատկան այդ կրթական օրինակ մանկապարտեզներում, արվեստի դպրոցներում այդպես, բայց էլի այստեղ էլ կա այդ վերապահումը, որ եթե ԿՊԱ-ական խմբակցությունն է դիմում կամ իրանք ԿՊԱ-ական են իրենց մարդկանցից չեն, ուրեմն իրենք աշխատանք չունեն։
Բայց մենք այստեղ եկել ենք մի նպատակի համար, որ բոլորի համար ծառայենք, ոչ թե միայն այն մարդկանց, ովքեր իրենցն են քվե տվել եւ ԿՊԱ-կաններն էլ չեն տվել իրենց քվե։ Այդպիսի այդ բաժանումը կա։ Հասկացա։ Նաև ասացիք փոխհատուցման մասին, օրենքը նախատեսում է ավականու անդամին կատարած ծախսերի համար, որպես ավականու անդամ կատարած ծախսերի համար ֆինանսական փոխհատուցում համայնքի բյուջեից ստանալու ինչ պրակտիկա կա ձեզ մոտ, Տիկին Խանդանյան, կա ինչ-որ պրակտիկա, օրինակ տեսեք, խոշորացված համայնք է, տասնյակից ավելի գյուղեր պիտի գնալ գալ, եթե մարդը ուզում է լինել բարեխիղճ ուշադիր ավականու անդամ։ Եթե գյուղից է ավականու անդամ, ինչպես Տիկին Ադամյանը, հասկանալի է, գյուղից տեղյակ է, հա, բայց այն մյուս գյուղերից տեղյակ լինելու համար չհաշված էլեկտրոնային կապը, Facebook-ը, մյուսը բարեխիղճ ավականու անդամը պիտի իմ կարծիքով բարբերաբար այցելի իմանա, մարդեն զանգում են, հրավիրում են, կամ խմբակցությունը իր անդամների միջև կարող է բաշխել բնակավայրերը, որպեսզի մարդը, այսպես ասած, տիրություն անի, տեղյակ լինի։ Կա ինչ-որ պրակտիկա կատարած ծախսերի փոխհատուցման համար, ինչ-որ ձև օրենքը նախատեսում է մինչև ամսական 75,000 դրամի չափով փոխհատուցում հատկացնել։ Որոշ համայնքներում դրել ստանդարտ թիվ են ընդունել, երամսյակը մեկ, ասենք 75,000 դրամ են տալիս, անկախ նրանից այդ մարդը վազվզել է, չի վազվզել, որոշ համայնքներում ասում են փող չկա, չենք տալիս էլի, հա։ Ինչպես է ձեզ մոտ Գավառի դեպքում, ինչ պրակտիկա կա։ Կամ ձեր օրինակների դեպքում, եթե դուք անձամբ ստացել եք, ստանում եք։ Անձամբ ես որևիցե պարագայում չեմ օգտվել։ Կարիքա ունեցել եք, ծախսարել եք, գնալ։ Չէ, համենայն դեպս դե ես Գավառում եմ եղել, հա, ինձ չի եղել, հետո եւ մի քանի անգամ ինչ որ առիթներով եղել է, որ ասել ենք, հարցը բարձրացել ենք, ասել են, հա, ինչ որ վավերացվող փաստաթուղթ բերեք, որ այդ ծախսերը կատարել եք, հա։ Ես իմ տաքսի ծառայության։ Դե դա էլ համենայն դեպս մեր մենտալիտետից ելնելով մենք ոչ մի տաքսիստից գումար չեք չէինք ուզել, կամ էլ ինչ որ։ Եթե չկա այդպիսի տաքսի, որը չկա, այդպիսի հավելել գոնե բենզինի չեք, սեփական ավտոօտո ես իմ տնեցիների մեկի հետ բան չեն կարել ու մեզ ասել են, որ բերեք ինչ որ վավերացված փաստաթուղթ, որ դուք այդ ծախսը կատարել եք, հա, կփոխհատուցենք, բայց դե մի քիչ երևի այս մեր մենտալիտետն էլ է խանգարում, որ մենք շատ բան ըստ էության, սա ժամանակ կար, երբ ասում էինք, որ պիտի աշխատասենյակ լինի, համայնքապետեր կային, ասում էին, դեր պակասպան օրենքը բացում ցույց էինք տալիս, ասում ենք, տեսեք, գրած է, խմբակցությունը պիտի ունենա առանձին աշխատասենյակ։ Մեկական գործավար, եթե 7 հոգուց ավելին է խմբակցության կազմը, նաև փորձագետ, մեծ դիմադրություն է եղել Գյումրու դեպքում 16 թվականին, բան, հետո քիչ-քիչ հասկացել է օրենքի մեջ գրած է պիտի արվի։ Ամբողջ նպատակը ավականու գործունեության արդյունավետության բարձրացումն է։ Մի բան է, երբ նոր է ընտրվել ավականու անդամը, իր էնտուզիազմով, կամավոր, իր ծախսով գնում գալիս է, մեկ անգամ գնաց եկավ 10 քանի գյուղ, պատկերացրեք, մարդը պիտի գնա գա, հետո երկրորդ անգամ, երրորդ անգամ, մի տարի հետո կարող է հավեսը փախնի, ասի, ես այդ ինչի տեր եմ, որ պիտի ամեն անգամ ծախսեմ, բայց դու մի ասա օրենքը նախատեսում է, որ օրինակ բենզինի չեկը այստեղ կարող է անցնել։ Հարևանից խնդրել եմ իր մեքենայով, տարել է բերել է, այսօր բենզինի չեք է եւ այլն, կամ հանդիպել եք գյուղացիների հետ սեղանին, ես իմ ջուր սուրճ եք դրել ավականու գործունեության շրջանակներում։ Այդ ամբողջը, այսպես ասած, օրինական ծախսեր են ավականու գործունեության շրջանակներում։ Իսկ ուրիշ մարդիկ տեղյակ եք, ստանում են, չեն ստանում, ինչ պրակտիկա կա։ Դուք չեք ստանում, ես հասկացա։ Մեր խմբակցությունը չէ։ Իսկ մնացածը չգիտենք, տեղյակ չենք։ Զրույցներն եղել են բանավոր, դիմել եք, ասել եք, չի ստացվել։ Մյուսներից տեղյակ չեք, հա։ Լավ, հասկացա։ Հնգամյա զարգացման ծրագիրը ընդունել եք դուք, ավականինի նկատի ունեմ, հա, 3 տարի առաջ մոտավորապես, եւ տարեցտարի տարեկան աշխատանքային պլաններով առաջ է գնում համայնքը, նախանշված բաներ արվում են, լինում են դեպքեր, որ չեն արվում, էլի։ Այդ հնգամյա զարգացման ծրագրից ինչ հատկանշական բաներ կասեք, որ արդեն իրականացվել են եւ բաներ կան, որ ոնց որ թե կա ծրագրի մեջ, տարեկան աշխատանքային պլանում կա, բայց զգացվում է, որ չի արվելու։ Բոլոր համայնքներում նման խնդիրներ լինում են։ Նախատեսում են մեծ կարևոր բաներ, Գյումրիում նախատեսել էին հեռու չգնանք, հա, հասարակական զուգարաններ ամեն տարի ու չկա, չի սարքվել ու բանը
ինչի չի սարքվել, ոչ ոք բացատրություն չունի, բայց նախատեսած է, ավականին կողմ է քվեարկել, հետո տարեկան հաշվետվության ընդունմանը կողմ է քվեարկել, ոչ ոք չի ասել, էլ ես որ գրել եք ինչու չեք արել, էլի, մենք էլ կողմ ենք քվեարկել։ Ինչպիսին է վիճակը Գավառի դեպքում։ Ուրեմն հանգամյա ծրագրի, ինչպես նշեցիք, այո, հաստատել ենք, այստեղ շատ մենք նկատել ենք, որ սուբվենցիաները, որ պետություն, կառավարություն համայնք, այդպես, հա, կառավարություն համայնք, այդ ծրագրերը իրականացվել են, այս ասֆալտապատում է տեղի ունեցել, այնտեղ այդ կանգառների կառուցումն է, ինչը որ սուբվենցիայով է դրանք կատարվել են։ Ճիշտ է, լուսաբանումները այնպես են լուսաբանում, որ անում է համայնքը, ոչ կառավարությունը։ Անողը իսկապես համայնքն է։ Հա, անողը համայնքն է, բայց դե այդ միջոցը, ում միջոցով է, օրինակ 55% կառավարությունն է, ասենք 45-ը համայնքն է եւ այլն, այդ առումով օրինակ համայնքապետարանը լավ լուսաբանելու հմտություն ունեն, իրենք լուսաբանում են, որ իրենք են արել այդպես։ Դա հասկանալի, ուղղակի ուզում եմ լրացնել, կներեք ընդհատելու համար։ Տարածքային կառավարման նախարարությունը եւ ենթակառուցվածքների նախարարությունը ունի այդ ամբողջ ցուցակներն ու ցանկերը, թե որ համայնքին կոնկրետ ծրագրի համար ինչքան փող է հատկացրել պետությունը եւ ինչքան ներդրում է արել համայնքը։ Հարաբերակցությունները շատ տարբեր են՝ 30, 70%, 50, 50, 60, 40 եւ այլն։ Այս իմաստով եթե նկատում եք միակողմանի լուսաբանում, որ տեսեք մենք արեցինք, բոլոր համայնքներում, համայնքապետարանների համայնքապետերի աշխատակազմերում դա տարածված սովորություն է, էլի, եւ ինքն է երևում համայնքապետն է առաջին պլանում, ես եմ արել, լավ եք արել, ուղղակի բանի մեդալի մյուս երեսը ցույց տալու բեռնել մյուս քաղաքական ուժերինն է, էլի մենք ցույց ենք տալիս։ Այդ ցուցակները ես կարող եմ ձեզ նույնիսկ ուղարկել 21-ից 24 թվականների ցուցակները կուղարկեմ, դուք եւ ձեր գործընկերները մյուս խմբակցությունները կարող են տեսնել, թե Գավառի համար ինչպիսի պետական գրանտներ են եղել, դրամաշնորհներ են եղել, պետությունը ինչքան փող է տվել, համայնքը ինչքան է տվել, դուք եք հաստատել, որ դիմել եք սուբվենցիայի։ Այո, հա, շարունակեք։ Այդ ծրագրերը եղել են, մնացածը չեմ, էլի կարող եմ ասել, կան այնտեղ օգնություններ դրամական, ինչ որ քաղաքացիներին, կարիքավորներին եղել է այդպես նույնը Արցախից եկածներին շատ այդպիսի բաներ լինում են համայնքապետարանի կողմից։ Ինչն էլ որ չի լինում, ասում են բանը չի հաստատել կառավարությունը, դա չի արվել, եթե լինում է ինչ-որ բան, բայց այդպես խնդրահարույց չեմ հիշում, որ ինչ-որ մի խնդիր լինի, որ հա չի արվել էլի, ինչը որ եղել է զարգացման ծրագրով նշվել է, կատարվել է, ճիշտ է, կարող է ժամանակը կոնկրետ նշել են այս ինչ ամսից, այս ինչ ամիսը, բայց մի քիչ ուշացումով է եղել եւ այլն, բայց եղել են այնպես խնդիրներ չի եղել, որ դրվել են ու չեն արվել էլի ամբողջովին այդպիսի բաներ։ Տիկին Խանդանյան, կան այդ ծրագրերի մեջ հատկանշական բաներ, որ կուզեիք ասել, օրինակ այս տարվա տարեկան աշխատանքային պլան կամ անցած տարվա Անցյալ տարի հենց նոր տարվա նախաշեմին, չգիտես ինչու որոշվեց, որ մեր կենտրոնական հրապարակը նորից պետքա վերակառուցվի։ 10 քանի տարի վերանորոգվում է։ Հիմա նորոգվում է, կառուցվում է, չգիտեմ։ Դա դրվում է անընդհատ։ Ահա, հենց նոր տարվա նախաշեմին, որ պիտի Եղևնին զարդարվեր, որոշվեց, որ հրապարակը շինարարական աշխատանքներ պիտի արվեն եւ այլն եւ այլն։ Բայց ավարտված էր, ես ճիշտ եմ հիշում։ Կառուցած ավարտած էր, չէ՞, հրապարակը։ Հա, երևի 2005 թվականից այդ հրապարակը կառուցապատվում է։ Եվ մենք անցյալ տարի 24 թվականի սկզբներին հաստատեցինք, որ 24 թվականի վերջում տոնածառի նոր տարվա ծախսերը հաստատեցինք եւ բոլոր համայնքներում լինելու է։ Բնակավայրերում։ Հա, բայց մի ինչ որ բան արվեց, այդ շինարարական հրապարակի դիմաց տոնածառ, բայց ամենայն դեպս այն գումարների դիմաց, որ մենք դրա համար քվեարկել էինք, ձեռք էինք վարձացրել, ինձ թվում է դա չի արվել։ Չէ, ծախսերը երևակայել չէ։ Պատճառները հասկացաք։ Չէ, ոչ էլ հասկացանք։ Էլի լրացվեցինք։ Հիմա պիտի որ հաշվետվությունները արդեն ներկայացրած լինեն ավականոն։ Այս վերջին նիստի ես մի քիչ զբաղված էի, հենց այդ օրը չեմ կարողացել ներկայանալ։ Չէ, տարեկանը պիտի մինչև ապրիլ ամսվա ընթացքում ասենք, թե կոնե, հա։ Ուրեմն կտան, չգիտեմ։ Լավ, հա, պարզ է։ Մի հարց էլ տամ, արցախցիների մասին միջանկյալ մի հարց տամ, ինչպիսին է արցախցիների վիճակը, մնացին, գնացին։
Հիմա երևի ավելի թիվը ըստ մեր դիտարկումների երևի ավելի պակասել է, որտեղ գնում են, չեն մնում Գավառում, չգիտեմ թե կլիմանացորդ, հա, իրանք սովոր չեն, հետո երևի աշխատատեղ, աշխատաշուկան շատ աղքատիկ, չկա աշխատանք, աշխատանք մարդիկ փորձեցին, որոնում էին, բայց չկարողացան աշխատանք գտնել, ովքեր տեղավորվեցին, գնացին, ովքեր չէ, իրենց ընտանիքները վերցրեցին, հա, բնակարաններ գնել են արցախցիները, կան, գիտենք դեպքեր, որ բնակարաններ գնել են պետության օգնությամբ, փակել են ու էլի հեռացել են քաղաքից։ Լավ, Գավառի հիմնական խոշորացված Գավառի հիմնական խնդիրները որոնք են 2-3 բան ասեք, որ շատ կուզեիք, որ հետագայում լիներ զարգացման հնգամյա ծրագրի մեջ, այսինքն մի տարուց տարի ու կեսից նոր ավականու ընտրություններ են լինելու, որոնք են 2-3, եկուս մյուս օր կուսակցություններով նստելու եք ժողովների քննարկելու, ես կարծում եմ, որ ձեզ անհանգստացնելու եք կուսակցությունը, առաջարկելու է նորից լինել ցուցակում, եւ դուք մշակելու եք համայնքի զարգացման նախընտրական ծրագիր, որը հաջողության դեպքում կարող է ընկնել։ Խնդիրը Գավառում այսօր աշխատաշուկան է, որ չկա։ Թիմը ինչ կարող է անել այս մասով։ Թիմի հետ կապված էլի աշխատաշուկա, սա հիմնականում աշխատատեղեր։ Աշխատատեղեր, հա։ Կամ տնտեսական ակտիվություն, որը կբերի աշխատատեղերի ձևավորման, որը շատ ցավոտ վիճակում է համայնքը։ Մարդիկ ոչ չեն ուզում թողնեն համայնքը հեռանան, բայց քանի որ աշխատատեղ չկա, աշխատանք չեն կարող գտնել, այո, մանկատունն էլ հենց։ Ասեք երկու խոսքով էլի, որտեղ դուք ամենալավը գիտեք այդ խնդրը։ Հա, դե ի պաշտոնե հիմա մայիսի 8-ին եղավ կառավարության որոշում եւ ըստ այդ որոշման Գավառի մանկատուն պոակը փակվելու է, բայց երեխաների խնամքը վերակազմավորվելու է, կազմակերպվելու է եւ երեխաները տեղափոխվելու են Աբովյանի Սոս մանկական գյուղեր հիմնադրամ, ընտանեկանին մոտ խնամք ստանալու համար, ապա ոչ ինստիտուցիոնալ պայմաններում երեխաները պիտի ապրեն, մեծանան եւ այդ որդելքության դեմը պետությունը իր ռազմավարության մեջ ուզում է առնել, որպեսզի այդ որդելքությունը չլինի, զարգ տան կենսաբանական ընտանիքներին, եթե կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը անհնար լինի, զարգ տան խնամատարության ծրագրերին, ինքնին ծրագիրը վատը չի, շատ լավն է, սակայն ստեղ մի ուրիշ հարց է բարձրացվում, որ այսօր մեր մոտ 90 հոգի աշխատակազմը մնում են գործազուրկ։ Շատ ցավալի է, շատ մարդիկ փորձում են, գիտեք, ամենավատն է, որ հենց Գավառում ապրող մարդիկ են, հենց ավելին ասեմ Գավառի կենտրոնում ապրող մարդիկ են, ու այսօր իրանք պատրաստ չեն մարզի մակարդակով, մարզում չկան ենթակառուցվածքները, չկա նորմալ տրանսպորտային միջոցներ, որ մարզի տարբեր համայնքները, գյուղերը իրար կապող տրանսպորտ էլ ներքին էլ չկա, ուրիշ տեղ որ աշխատանք փնտրեն, գնան, գտնեն, դա շատ լուրջ խնդիր է մարդկանց համար։ Այսօր մեր ամենամեծ խնդիրը մեր համայնքում աշխատանք չլինելն է։ 90 հոգի աշխատանք է կորցնելու։ 90 հոգի կորցրեցին, հա, մոտ 90 հոգի։ Աշխատազուրկ որ չկա աշխատանք այդ մարդը։ Դրա հետ մեկտեղ նաև դպրոցներն էլ են փաստի առաջ կանգնելու, որտեղ մոտ 70 երեխա դպրոցների տարբեր դասարաններից, քոլեջներից գնալու են, այնտեղ էլ դպրոցներում էլ է խնդիր առաջանալու, այո։ Աշակերտների քանակը։ Էլ եմ ասում երեխայի լավագույն շահից ելնելով, հա, ծրագիրը ինքնին շատ լավն է, թող երեխան ընտանեկանին մոտ պայմաններում մեծանա, բայց ստեղ այս սոցիալական խնդիրը այս փոքր համայնքի, փոքր համայնքը հիմա մեծ դա չափելի չի, բայց ամենայն դեպս շատ մեծ է այդ խնդիրը։ Շատ մեծ է, աշխատատեղերի խնդիրը շատ մեծ է։ Ուրիշ ինչ խնդիրներ ունի համայնքը, որը թիմը կարող է լուծել, արժի որ լուծի, արժի որ զբաղվի, հələ փողերի չափը թողնենք, էլի։ Այդ ինձ թվում է, եթե աշխատատեղը լինի, մեր ազգաբնակչության մենտալիտետն էլ այնպիսին է, մենք ստեղծող ժողովուրդ ենք։ Մենք կպած ենք հողին, մենք չենք ուզում գնանք։ Եթե աշխատատեղը լինի, մենք էլի կստեղծենք, կարարենք մեր քաղաքը կբարգավաճի։ Կստեղծենք էլ ուրիշ խնդիրներ։ Գյուղում են լավ ապրում, թե քաղաքում։
Դե հարաբերական է, գյուղեր կա, որ քաղաքից շատ Գավառի հենց Գավառի գյուղեր կան, որ օրինակ Նորատուսը, Հացառատը, դեռ ուրիշ գյուղեր կան Լանջախբյուր, Սարուխան, շատ լավ են ապրում, ավելի քան Գավառում։ Բայց ինչի շնորհիվ են ապրում լավ։ Դրսի կապիտալը Գավառ Նորադուզը սկսվեց։ Չէ, դրսի կապիտալը ենք, հիմա չունենք դա։ Կատակ եմ անում, հա։ Ուղղակի մենակ աշխատատեղերը, չէ, որտեվ եթե նշում են գյուղերում օրինակ, հիմնականում աշխատատեղերը դա կանանց համար են։ Դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, խանութ, այդպես։ Ինչի կանանց համար է։ Որովհետև տղամարդիկ դպրոց չեն մտնում, դուք գիտեք, ամենացավոտ աշխատավարձն է պատճառը։ Իհարկե, այսօր տղամարդը 70,000, 80,000 դրամով երբեք չի գնա դպրոցում աշխատելու։ Կինը հա, դրա համար էլ ավելի շատ գնում են արտագնա աշխատանքի։ Այդ դա է մեզ պահում, որ ապրում ենք։ Շատ լավ։ Համայնքի խնդիրներից ուրիշ ինչ կնշեք, որ կուզեիք, որ լուծվեր։ Համայնքի խնդիրներից նաև ժողովրդին ճիշտ է, հիմա այս մի 2-3 տարին կա, որ այդ բանը հողերի մշակման այդ քիմիական նյութեր վերջ եւ այլն որ տալիս են պետությունը, այլ պարարտանյութերը, հա, նաև ոռոգումը։ Օրինակ Նորադուզում ոռոգման շատ չկա, կարելի ասել ոռոգման համակարգ։ Այդ մյուս գյուղերում գոնե, այնտեղ ավելի դե շատ են զբաղվում հողագործությամբ, քան Նորադուսում, այն մյուս գյուղերում գոնե կա, բայց էլի այնպես չէ, բավարար չէ։ Պարարտանյութի կապը չհասկացաք, բացատրեք։ Հա, պարարտանյութը տալիս են, գոնե ժողովուրդը ստանում են այդ պարարտանյութը ինչ որ ցածր գներով, կարողանում են օգտագործել հողը լցնել հողի մեջ, վերջը սնուցում տան։ Բայց ոռոգման ջուրը ոչ բոլոր գյուղերում կա, կամ կա, թաղեր կա, որ կա, թաղեր կա, որ չկա, բայց դա էդի համայնքի հարցն է, պիտի լուծվի էլի բոլորը գոնե այնպես լինի, որտեղ այն գյուղերում օրինակ Գանձակում, Կարմիր գյուղում, Սարուխանում հողագործությամբ շատ են զբաղվում, իրանք կարտոֆիլի մշակությամբ զբաղվում են, եթե ջուրը լինի, ոռոգումը լինի, կարծում եմ լավ բերք կստանան։ Սուբվենցիոն ծրագրերով չկա որևէ բան։ Կա, ոնց որ ինչքան գիտեմ, ես վերջի տարիները արեցին սուբվենցիոն ծրագրերով ինչ որ հատվածներ կար, բայց ոչ ամբողջ գյուղն է ոռոգվում, հողերն են ոռոգվում էլի։ Այդ հարցը կարծում եմ պետք է մեկընդմիշտ լուծվի։ Շատ լավ, հասարակական տրանսպորտը նույնպես։ Հա, հասարակական տրանսպորտի շատ ցավալի է։ Ինչ ունեք։ Գազելները շատ հին գազելներ։ Ուր են գնում գալիս էլի դրանք։ Մի գազելը, օրինակ մի գազելը ես ինչքան գիտեմ գնում է Կարմիր գյուղով, Լանջախբյուրով, Սարուխանով, Գեղարքունիք։ Բայց գազել ասելը դա Բայց գազելն էլ էդի կարող է մի օր ստրները բացվի կամ մնան տեղում նույնը Գավառ Երևանը։ Մի հատ դաժանություն, այս ասում ես ճանապարհին կմնաս էլ այդ Չարենցավանի են։ Սարսափելի վիճակում։ Սարսափելի վիճակում է, շատ հին, գազելները շատ հին են։ Դա համայնքապատկան չէ, ըստ երևույթին մրցույթ է հայտարարում, մասնավոր մարդիկ մասնակցում, շահում են եւ շահագործում են գիծը, ճիշտ հասկացա։ Գյումրու դեպքում, Երևանի դեպքում դրանց տերը համայնքապետարանն է։ Դե համայնքը արդեն այդպես Միջ համայնքային միջ գյուղական է տրանսպորտն էլ շատ վատ վիճակում։ 4-ից հետո հիմնականում չէ, ոչ մի տրանսպորտ չկա։ Մերը 2-ից 2:30-ից հետո արդեն չկա, էլ չես կարող, արդեն տաքսիներով պիտի շարժվի։ Գործազրկություն, որտեղ շատ բան չունի անելու համայնքապետարանը, ըստ լիազորությունների նկատի ունեմ։ Ոռոգում, տրանսպորտ, դրանք կարևոր են, մանկապարտեզները դառնալ անվճար կամ համահավասար եւ ցածր։ Դա հաշվարկ է ուզում էլի։ Ուրիշ ինչ խնդրեմ կհիշեք։ Ուրիշ արդեն մեր հիվանդանոցը համայնքապատկան չի, դպրոցները համայնքապատկան չի։ Պոակները բացի Երևանից համայնքային կառավարման ենթակայության չեն, մնացած հարցերն էլ դե ընդհանուր հարցերը լուծելի են լրիվ, եթե մենք այդ այս հարցերը ծանր հարցեր են, էլի։ Դե հերից որ նայում ես, շատ փող ունես, այդ հարցահարց չէ, էլի, բայց եթե չունես, եթե աշխատանքը լինի, մեր համայնքը մենք ամեն ինչը այն որ ասում կդասավորենք ամեն ինչը դա է։ Բայց բերեք լխորանանք, էլի, նույնիսկ եթե աշխատանքը լինի, դա չի նշանակում, որ համայնքապետարան իր բյուջեից հնարավորություն կունենա ունենալ սեփական ավտոբուսային պարկ, ասենք, հասարակական տրանսպորտի պարկ, կամ գյուղական ճանապարհ ասելիս մենք շատերս մտածում ենք գոնե գյուղ հասնող միջով անցնող գլխավոր ճանապարհը լինի, այն մնացածը յոլակը գնանք, այս սկզբունքով են, չէ՞, բոլորը։ Հա, այդ վիճակում է։ Այսինքն այդ գյուղական ճանապարհ ասելիս բոլոր ճանապարհները պիտի ընդհանրվի եւ Հայաստանով մեկ սա մեծ խնդրեմ է, գոնե մինչեւ գյուղամեջ հասնի, ասենք լավ, հա, էլի փրկվեցինք։ Այսինքն բան է, աշխատատեղերի լինելը կարող է եւ այս խնդիրները չլուծել։
Այսինքն շատ կարևոր է որ համայնքը լինի, համայնքային բյուջեն լինի բավարար այս Եթե շատ բաներում, ասենք, մենաշնորհային չլինի, ինչ որ մենաշնորհային ասելով, որ ինչ որ կոնկրետ մարդիկ չտիրապետեն այդ գծերին, չտիրապետեն այդ ոլորտը։ Երկու ծայրահեղ մոդել կա, թույլ տվեք հիշեցնել, սովետի ժամանակ բոլորը համայնքապատկան էր, քաղաքային կամ չգիտեմ, ինչ է, շրջանային։ Հիմա, ինչպես ասացի, Գյումրի, Երևան, այդտեղ հասարակական տրանսպորտը համայնքապատկան է, հին մոդելին է նման։ Գյումրիում երկար ժամանակ մասնավոր էր, այսինքն համայնքը մրցույթ էր հայտարարում այս երթուղիների համար, մասնավոր այսպես կոչված գծատերերը, գծիտերը համայնքն է, բայց իրենք իրենց տրանսպորտով գալիս մրցույթին մասնակցում են, շահում են եւ շահագործում են։ Այս իմաստով, եթե համայնքը ունի այդ հնարավորություն, օրինակ Գյումրու դեպքում հասարակական տրանսպորտի այդ միկրոավտոբուսները ձեռք բերվեցին սուբվենցիոն ծրագրով։ Պետությունը դրամաշնորհ տվեց, համայնքն էլ իր մասնաբաժինը դրեց, գնեց պարկ, որը բավարար չէ, էլի կարիք կա ավելացնելու եւ այլն։ Հիմա դա փող է ուզում, այսինքն դի համայնքի բյուջեն ունենա այդ հնարավորությունը։ Այլ բան, որ բյուջեի ծախսումներ են լինում անարդյունավետ կամ ինչ-որ մի բանի համար, որի կարիքը չկար, կարելի էր չծախսել, վերցնել ուրիշ բանի համար ծախսել։ Սա ուրիշ հարց է, էլի։ Իսկ որ բյուջեի եկամուտները պիտի աճեցնել, իհարկե պիտի աճեցնել, թե ինչպես հնարավորություն կա, թե չկա, դուք ավելի լավ պիտի իմանաք, էլի, որպես ավականու անդամներ։ Աղբահանությունը ինչպես է։ Վիճակը լավ է։ Ված չի, լավ է։ Պարբերականությունը ինչպես է։ Հա, պարբերականությունը, չէ, երևի 2-3 օրը մեկ գավառում ամենայն դեպս մեր թաղում, հա, 2, այո, իսկ գյուղերում գուցե։ Չէ, աղբահանությունը թաղերը շաբաթը մեկ։ Թաղերը, բայց դե էլի ամեն օր աշխատում է։ Ված չի։ Այնպես չի կարելի ասել, որ աղբահանությունը քաղաքի մակրությունը վատ վիճակում է, լավ վիճակում է։ Արտադրոցական կրթությունը, սպորտ դպրոց, երաժշտական արվեստի բան, ինչքան է ուսման բարձերը, ինչպիսին են։ Գեղարվեստի դպրոցն ինչքան է ուսման բարձր։ Գեղարվեստի դպրոցը ավականին է հաստատում դա։ Այո, Գեղարվեստի դպրոցում ոնց որ անցյալ տարի հունվարից մի քիչ բազար է դարձավ 10000, իսկ մնացած արվեստի դպրոցներում 3000 է խմբակներ էլի ծառայություններ այդ։ Հասկացա։ Եղավ, շնորհակալություն։ Ված չի, չէ, լավ է, այդ մշակույթային առումով ամփոփիչ ես մենակ մի միտք էլի կշարունակեմ իմ միտքը, եթե հաջորդ տարի Աստված տա մենք նորից վերընտրվենք, նորից այս ամբողջ քաղաքական գործընթացը իրականացնենք, ես կուզենամ, որ ավականու բոլոր անդամները, ովքեր որ պիտի դառնան ավականու անդամներ, մի գոնե մի որոշակի ժամանակաշրջան հետևողական կրթվեն մարդիկ, որպիսի ավելի իրազեկ լինելով կարողանան իրենց իրավունքները եւ համայնքի իրավունքները պաշտպանեն եւ հարցերը վեր բարձրացնեն։ Շատ դեպքերում էլ եմ ասում, մենք չենք տիրապետում շատ հարցերին եւ գնում ենք ավականու նիստի ոչ պատրաստ, ոչ իրազեկ լինելով հանդերձ։ Շնորհակալություն Տիկին Խանդանյան, որովհետև ձեր ասածը շատերը չեն ասում, ոչ միայն չեն ասում, չեն էլ նկատել, որ նման խնդրեմ կա, ավականու անդամների մասին է խոսքը։ Մենք էլ մեր կողմից պարբերաբար շեշտում ենք, որ պատրաստ ենք անվարձահատույց կերպով բոլոր այն կուսակցություններին, ովքեր ավականու տեխնացուներ կառաջադրեն կամ չեն առաջադրի իրենց անդամներին տեղական ինքնակառավարման որոշ մեր ունեցած գիտելիքները, հմտությունները հաղորդել։ Մենք պարբերաբար ենք լինում իհարկե, ովքեր հետաքրքրված են, պարբերաբար շփվում ենք հետները եւ մեր փորձն ենք հաղորդում իրենց։ Հայաստանում շատ չեն ցավոք այդպիսի կազմակերպությունները։ Եվ պիտի շեշտեմ, որ նման ուսուցումներին մասնակցելու հնարավորության դեպքում եթե մասնակցեք եւ ծախսեր կատարեք, դա էլ պիտի մտնի ձեր ծախսերի փոխհատուցման սխեմայի մեջ, այնպես որ սա նկատի ունեցեք եւ եթե նման հնարավորություն կլինի, օգտվեք այդ հնարավորությունից։ Գավառից դուրսի նկատի ունեմ էլի։ Տարիների ընթացքում օգտվել ենք մի անգամ ես ջերմուկ եմ գնացել, դուք եք ծաղկացել։ Այո, բարբերաբար նման ուսուցումներ կազմակերպում։ Ու բավականին լավ բաներ, շատ բան տվեց։ Տեղեր կան, որոնք այդ խնդիրը չեն նկատում եւ պատկերավոր ասած ծանր վիճակում են ավականու անդամները մտածելու, որ իրենք ամեն ինչ գիտեն, հետո գալիս են փաստի առաջ են կանգնում, պարզվում է չգիտեն ու շատ հաճախ չեն էլ նկատում, որ չգիտեն։ Իրենց թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն։ Դրա համար ասում եմ, որ շատ հատկանշական է ձեր դիտարկումը սրա հետ կապված։ Հա, իհարկե, պատրաստված լինեն մարդիկ, բայց մինչև ավականու ընտրությունները խորհրդարանական ընտրություններ են լինելու, այնպես որ
կարող է այդ դեպքում էլ կան դիմենցիա կուսակցությունը, ասի եկեք եղեք մեր ցուցակում։ Խնդրեմ Տիկին Ադամյան, ձեր եզրափակիչ խոսքներ ասեք։ Ես էլ կասեմ, եթե ընտրվելու լինեմ, ես էլ նաև մնացածներն էլ ամենաառաջինը ճիշտ է, մենք հենց սկզբից որ եկել ենք, մտել ենք, շատ բաներից անտեղյակ ենք եղել։ Ուսումնասիրել ենք դիմօրենքը, աշխատել ենք, փորձ ենք ձեռք բերել, բայց այնպես չէ, որ ամեն ինչ գիտենք։ Մենք էլ պիտի աշխատենք, ավելի պատրաստված լինենք, եթե լծվելու ենք այդ գործին, ուրեմն պիտի ավելի պատասխանատու լինենք եւ այստեղ նաեւ ես կուզեմ, որ հասարակ ժողովուրդը մարդիկ իրազեկված լինեն, թե մենք ամենքապետը ինչ լիազորություններ ունի, իրենք շատ-շատերը օրենքից չգիտեն, իրենք նույնիսկ վախենում են ամենքապետարան դիմել ինչ-որ մի ասած խնդիրը լուծելու համար շատ հանդիպումներ են պետք տարբեր բնակավայրերում, այդ շատ մեծ է, շատ է բացակայում, ես շատ կուզեի, որ այդպես լիներ, թող յուրաքանչյուրը իմանա իր իրավունքը։ Նույնիսկ դիմելու, երբ որ մարդուն ասում ես, այս ինչ ուղղություն ես ցույց տալիս, ինքը ասում է, չի, ես վախենում եմ գնամ ամենքապետարան։ Այո, բայց բանը իրենք իրենց չեն իմանալու, ասածս այն է, որ եւ ավականու անդամները իրենց տեղը պիտի մարդկանց հետ շփվեն շատ։ Իհարկե, այդ էլ կա, ես դա եմ հենց ասում, հանդիպումներ պիտի կազմակերպվի, ոչ թե ընտրությունից ընտրություն։ Ինչքան էլ անում ենք մենք, բայց էլի ունենք, մենք շատ քիչ ենք անում այդ հանդիպումները ժողովրդի հետ։ Ես կոչ եմ անում, ես կլինեմ, մյուսը կլինի, ով որ կլինի ավականու կազմում, այդ հանդիպումները շատ-շատ պիտի լինի։ Եվ եթե գնում ես ինչ-որ մի գործի, պիտի անես մինչև վերջ։ Ադամյան, շատ դեպքերում երևի ավականու անդամներին այդքան լուրջ համայնքը չի ընդունում։ Դեռևս չի ընդունում։ Ասենք մենք ինքներս էլի պիտի ցույց տանք, թե ինչքան լուրջ աշխատանք ենք։ Փորձեք հիշել ինչպես եք մեր գործով պիտի ցույց տանք։ Նկատել այս կամ այն հասարակական կամ քաղաքական գործ չի։ Անցյալից փորձեք հիշել։ Պիտի որ մտաբերեք, որ ինչ-որ մի կարևոր ելույթ է ունեցել այդ մարդը, ինչ-որ մեկի մոտ գնաց է, մատից ուզեցել է փուշք հանել, ինչ-որ մի ակտիվության պատճկի է ընկել, էլի, հա, դուք ձեր գործերի մեջ իհարկե ձեր գործընկերները գիտեն, բայց որպես ավականու անդամներ իրավացի եք շատ տեղերում, հայտնի չեն, չգիտեն։ Դրա համար առնվազն շատ շփումներ, ակտիվ շահերի պաշտպանության գործողություններ, խնդիրները հավաքել, տանել ազգային ժողով, ներողություն, ավականու կազմ, ինչպես ազգային ժողովի դեպքում նախկինում ընդդիմությունները խնդիրները հավաքում տանում էին ազգային ժողով։ Եվ հետո մենք կլինենք ընդդիմադիր, թե կլինենք դիմադիր, թե վերջը ձայների առավելությամբ կամ պակասությամբ, մենք ընդամենը մի նպատակի պիտի ծառայենք, օգնել ժողովրդին, օգնել համայնքին։ Հասկացա։ Եվ հասկանանք էլ, որ մենք բոլորս անում ենք ընդհանուր մի հատ լավ գործ։ Ոչ թե մենք թշնամի ենք, նրանք այդ բևեռացումը չլինի դա։ Բևեռացումը շատ է։ Ամբողջ արժեքային համակարգի եւ համակարգերի տարբերության մեջ է։ Ասածս այն է, որ բոլորն էլ իրենց արժեքային համակարգում անում են լավ գործ, անում են կարևոր գործ։ Իրենց նախապատվությունները սրանք են, մյուսների նախապատվությունները նրանք են, իրար հետ համաձայն կամ միաձայն չեն քվեարկում։ Այնպես չէ, որ մեն մյուսը ասում է, ես թշնամի եմ եկել եմ համայնքին վնաս տամ կամ հակառակը, էլի։ Ոչ, ամբողջը նախապատվությունների առաջնահերթությունների հարց է նման դեպքեր, եթե կոռուպցիա չկա։ Եթե կոռուպցիա կա, հասկանալի է, կոռուպցիոների նախապատվությունը կոռուպցիան է։ Հա, եւ կոռուպցիան քողարկելու կամ սքողելու համար կելնի կասի, որ ինչ անում եմ քաղաքի համար եմ անում։ Եվ այ հարբեցողն էլ, հա, որ գնում է խմելու, ասում է ինչ անում եմ երեխեքի համար եմ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ, ժողովուրդ, հաղորդմանը այսօր իմ հյուրերը, մենք Կավառում ենք եւ իմ հյուրերն էին Կավառի ավականու անդամներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Նաիրա Խանդանյանը եւ Լուսինե Ադամյանը։ Մենք շահագրգիռ ենք ընդհանրապես կապ չունի խմբակցությունը ավականու անդամների հետ ամենատարբեր զրույցների փորձի փոխանակման Եվ սա մեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խնդրում եմ լայքել, բաժանորդագրվել, տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդու տեսնի։ Ձեզ էլ եմ առաջարկում գործընկերների շրջանում այս հաղորդումը եւ մյուս հաղորդումները տարբեր բնակավայրերի Չարենցավան, Աբովյան, Ծաղկաձոր եւ այլն տարբեր համայնքներից ունենք Ամասիա, Արթիկ, Ախուրյան, նայել, դիտել, դեռ էլ հետաքրքիր բաներ կան էլի, հա, եւ տարածել, որպեսզի շատ մարդու հասանելի դառնա։ Ստեսություն։